Մի քանի օր առաջ կամերային երաժշտության տանը հրաժեշտ էին տալիս հայ արձակի դասական Լևոն Խեչոյանին, բացառված չէ, որ այստեղից վերջին հրաժեշտը կտան կամերային նվագախմբի նախկին գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանին։ ընտանիքի հետ միասին։ Սոցիալական կայքերի եւ լրատվամիջոցները դիրիժորի մահից անմիջապես հետո տեղեկություններ տարածեցին, թե ինչպես Հայաստանում մահվան դուռը հասցրեցին նրան։ Ազգային կենտրոնի տնօրենը վստահեցնում է, ոչ մի թունավորում չի եղել, ընդամենը պարոն Ղարաբեկյանը նկատողություններ արել աշխատակիցներից մեկին։ Ինչպես միշտ ինչ-որ ստից բանից։ Եվ դες խորացավ ամբողջ կոլեկտիվը ըմբոստացավ եւ Արամ Ղարաբեկյանը ուղղակի թողեց եւ հեռացավ։ Ըստ Արման Ծատուրյանի Արամ Ղարաբեկյանը սրտի հետ կապված խնդիրներ ուներ, 1 տարի առաջ վիրահատվել էր, նրա մահից հետո առաջացած աղմուկը ազգային կենտրոնի տնօրենը չի համարում ուշացած գնահատական գնամեռի Արիսիրեմ տարբերակով։ Գնալուց հետո, երբ 51 եկավ նվագախմբի, բոլոր տեղեր Արամ Ղարաբեկյանի նկարները կար, այսինքն այդ գիծը պահովել է, ոչ մի չի ջնջել իր անունը։ Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը Լևոն Խեչոյանի պես կռվել է արցախյան ճակատում, պատերազմից հետո մասնակցել է 40-ից ավելի միջազգային անհատական ցուցահանդեսների։ Նա նկատում է, որ մի ժամանակ արվեստագետին գոնե գնահատում էին հետմահու, հիմա դա էլ չեն անում։ Լպլյուշչյան աստիճանը այն չափերի է ասել, որ թքածում են բոլորիս վրա։ Թե ինչու ժողովուրդը ապրող արվեստագետին չի գնահատում, գեղանկարիչը բացատրում է աղբով, որը նրան հեռուստաընկերություններից մատուցում են որպես ազգային արժեք։ Պարոն Աղաբաբյանի համոզմամբ վատ ժամանակներ են Հայաստանում, իշխանությունը տնօրինում են արվեստից ոչինչ չհասկացող մարդիկ։ Չի կարելի թևաթափ լինել, գեդագյուդեքի թույլ տալ, որ այս երկիրը հոշոտեն։ Նիկոլ Աղաբաբյանն ի դեպ տրամաբանական է համարում արվեստագետների այսքան հաճախ տեղի ունեցող հիվանդություններն ու մահերը, նրանք հենց այնպես չեն հիվանդանում։ Հիմա օրինակ մեր մոտ Թեղուտում քանդել են, այդ հանքավորեր են բացել, չգիտեմ ինչին այլ։ Այնտեղ ուրանի հանքեր կան։ Ուրան բացել նշանակում է քաղցկեղի օջախներ ստեղծել։ Գրող Հարություն Հարությունյանը 2 գրքի հեղինակ է, այն կարծիքին չէ, թե Հայաստանում արվեստագետին գնահատում են միայն հետմահու, ով որ պետք է նրան նկատում է կյանքի օրոք։ Ժողովուրդը ինքը կարողանում է գնահատել, ինքը կարողանում է արժևորել, կարողանում է թացը չորից տարբերակել, այլ հարց, որ ժողովրդի գնահատականը չի բարձրաձայնվում։ Արձակագիրը նկատում է, որ իշխանությունների գնահատականը ոչ մեկին պետք չէ, 1-2 մեդալն ու կոչումը մի օր կմոռացվի։ Այսօր ով է Գևորգ Աբովին հիշում։ Չէ, բայց այն ժամանակ գնահատված էր ինքը։ Բայց ով է հիշում։ Մենք հիշում ենք, դուք հիշում եք, չենք հիշում։ Բայց Չարենցին հիշում եք։